Հայաստանում և կարդում են, և ստեղծագործում։ Արքմենիկ Նիկողոսյանն այս միտքը հիմնավորում է գրախանութներում սպառվող գրքերի թվաքանակով։ Կարդում են ոչ միայն դասական գրականություն, այլև ժամանակակից հեղինակներին։ Գրադարան հաճախողների, գրախանութից գիրք ձեռք բերողների մոտ 70%-ը դրանք երիտասարդներ են, բայց վիճակը ներկայացնել սարսափելի, որ այսօր գործ ունենք ընդհանրապես չկարդացող սերնդին, դա ուղղակի թյուր պատկերացում է։ Գրադարանում ընթերցողի պակաս նույնպես չկա, անգամ ամռան ամիսներին շարունակում են գրքեր պատվիրել նաև օնլայն տարբերակով։ Ամեն օր նոր գրքերի շնորհանդեսներ են լինում, որ ընթերցողը ավելի լավ ծանոթանա մեր գրողներին, նրանց գործերին ու դրա հետ կապված երևի թե շարժը ավելի է շատանում։ Կոելյոյի, Օրուելի, Օսթինի կողքին կարդում են Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան, Հուսիկ Արա, նշում է գրականագետը։ Ի տարբերություն համաշխարհային գրականության, ազգայինը չի գովազդվում, բայց շուտով փողոցներում կլինեն պաստառներ արդի գրողների նկարներով։ 10 տարի առաջ ժամանակակից գրողի գիրք մարդու ձեռը չէր գնում գնար առնել, որտեղ մտածում էին ինչ պետք է գրի։ Այսօր մենք ժամանակակից գրողներ ունենք, որոնք կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակները։ Որակյալ գրքերը գրախանութներում արագ են սպառվում, եթե ոչ, պատճառը մեկն է՝ թանկ են։ Երբ որ տպաքանակը բարձր լինի, այս բոլոր գները ջարդվեն, ասենք 2000 տպաքանակի վրա, 5000 տպաքանակի վրա, պատկերացրեք դեռ ուրիշ պատկեր ենք մենք ստանում։ Ընթերցանությունն այսօր էլ նորաձև է, ժամանակակից հեղինակներն էլ փորձում են կոտրել դասականների կարծրատիպերը լեզվով, գրելաոճով և թեմատիկայով։ Լիլիթ Խալաթյան, Տիգրան Բաբայան, օրակարգի համար։